դուք լրագրող եք։ Շնորհակալություն։ Պարոն Սիմոնյան, դուք անդադ խոսում եք բանավիճելուց եւ դուք եւ Փաշինյանը, բայց պարոն Թաթոյանը բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին, այսօր նաեւ պաշտոնապես աշխատակազմ մուտք կգործի հրավերը, ասում է Պետրոս Ղազարյանին էլ կարող է Փաշինյանը իր հետ տանել, որ իրեն մենակ չզգա։ Վախենում եք Թաթոյանի հետ բանավեճից։ Շատ, գիշերները չենք քնում, գիշերները զանգվում ենք, ասում ենք դու էլ քնած չես, ասում հայ ես էլ քնած չեմ, Թաթոյանի հարցազրույց։ Ինչն է խնդիրը։ Մի քիչ աբսուրդ է, հիմա ես Այսինքն հարմար է այնպիսի մարդկանց հետ բանավիճել, որ օրինակ հիշեցնեն Թալան, հիշեցնեն։ Բայց սպասի, մի րոպե։ Նախ այդ բանավեճը սենց տնես տեղի է ունենալու, եթե պարոն Թաթոյանը մասնակցելու ընտրությունների։ Այսինքն, այդ fake օրակարգը, fake այդ որ դուք գաք կամ ինչ-որ մի լրագրող գա ասի կամ ինքը ասի ինձնից վախենում են, դա անկեղծ fake խոսակցություն է, որովհետև վերջ դե պատասխանեն, որ թույլ տաս չեն տալիս, կպատասխանեն։ Գոյություն ունի օրենքով ամրագրված բանավեճի ինստիտուտ, որը տեղի է ունենալու ընտրություններից մի քանի օր առաջ։ Խնդիրը նաև կայանում է կարգավիճակների մեջ Հայաստանի Հանրապետության գործող վարչապետը պետք է ով էլ դա լինի, պետք է բոլոր այն քաղաքական նորաստեղծ ուժերի ղեկավարներին, ովքեր ասում են ես պատրաստ եմ քո հետ բանավիճեմ, գնամ բանավիճելու, ասենք, տենց օրինակ այսօր Թաթոյանը կառաջարկի վաղը, չգիտեմ, մի հատ ինչ-որ երկու հոգանոց կուսակցություն կառաջարկի, չգիտեմ, մյուս օրը մյուսը կառաջարկի, այսինքն պետքա տրամաբանություն, հիմա ես էլ Տրամպին կանչեմ բանավեճի, հիմա ինչ ասում, կամ Պուտինին կանչեմ բանավեճի։ Համեմատելի չէ, դուք Փաշինյանին Համեմատելի է, որովհետև Նիկոլ Փաշինյանը ի տարբերություն Արման Թաթոյանի, որը որ մի պետական պաշտոն ունեցել Սերժ Սարգսյանի կողմից, ինքը նշանակվել է մարդու իրավունքների պաշտպան, Նիկոլ Փաշինյանը Անի ջան, ուզում ես եկել եմ քո մոտ հարցազրույցի, ես ասեմ, հետո դու ասա, ես ասեմ, հետո դու ասա։ Հիմա իմ հերթն է, պայմանավորեցինք։ Երբ որ նշանակվել է Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնյա, դրանից հետո ինքը որևիցե պետական պաշտոն ու հիմա չի զբաղեցնում, ինքը քաղաքական գործիչ է, իր կուսակցությունը ունի, ինքը այդ հնարավորությունը կունենա, կգա հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հետ եւ իր բոլոր հարցերը վարչապետին կտա, բայց իր նման հարյուրավոր մարդիկ կան, որոնք ցանկություն կունենան բանավիճել։ Ինձ հետաքրքրում է պարզապես Փաշինյանին հարմար է բանավիճել այնպիսի մարդկանց հետ, ում կարող է ինչ-որ բան հիշեցնել, ում այս տարիների ընթացքում բարբերաբար թիրախավորել է եւ ինքը Փաշինյանին հարմար է բանավիճել բոլորի հետ, ովքեր այդ կարգավիճակը ունեն, որովհետև երբ որ վարչապետը գալիս է այստեղ, ինքը բանավիճում է բոլոր ընդդիմադիր падգամավորների հետ, եթե նրանք համարձակվում են գալ եւ մասնակցել հարց ու պատասխանին, բայց ինչ որ պահից հետո իրանք սկսել են չգալ այդ բանավեճին, որտեղ հասկացել են, որ չեն կարողանում բանավիճել։ Հետո եթե Արման Թաթոյանը իր շուրջը տենց մտածում է, որ ինքը այնքան դարակազմի քաղաքական գործիչ է, ինչ խնդիր ունի, կլինի էլ այդ բանավեճը մի 4-5 ամիս հետո կլինի, ավելի լավ ընտրություններին մոտ կլինի, ինքը իր պատմությունը կպատմի հանրայինի եթերով, այդ ինչ ստից թեմա է զոհում։ Մի րոպե, վերջացնի։ Ես ինձ թվաց իմ բանավեճի մասին եք ասում, ինձ թվաց այն իմ առաջարկի մասին եք ասում, որ ես առաջարկել էի ընդդիմադիր հեռուստաալիքներից որևիցե մեկի տաղավարում, հիմա ես կանադայետ եմ անում, էլի, բանի ջան, իմ գործը թողած քո գործն էլ եմ անում, թող անեմ միջև վերջպես։ Ինչպես ընդունեն ձեր հրավերը, եթե օրինակ դուք մի դեպքում անտիֆեյքի տղաների դեմ եք հաղորդում ներկայացրել, մյուս դեպքում ժուրնալիստների միության հետ կապված, ընդ որում հասկանալ, այս դեպքում հասկանալ ընդհանրապես ինչ կապ ունի օրինակ Սաթիկ Սերյանյանը այդ Ես էլ չեմ հասկանում Սաթիկ Սերյանյանը ընդհանրապես այդ գույքի հետ ինչ կապ ունի եւ ժուրնալիստների միության հետ ինչ կապ ունի։ Ես էլ շատ բան կա չեմ հասկանում, ինչ կապ ունի Սաթիկ Սերյանյանը ընդհանրապես ժուրնալիստիկայի հետ, ժուրնալիստների միության հետ։ Դա կարևորը մենք ենք հասկանում։ Դե լավ է, որ դուք, ես վստահ չեմ, որ մնացած գործընկերները, ինչպես նաեւ դուք հասկանում եք, այս սրա համար պետք է Սաթիկ Սերյանյանը համարձակություն ունենա, Արմինե Օհանյանը համարձակություն ունենա, Արամ Աբրահամյանը համարձակություն ունենա, ոչ թե Լուսինեին ստեղ Արմինե Օհանյանը ուղարկի, կամ ասենք ինչ որ մեկին զանգի իմ մասին բան վերցնի Արմինե Օհանյանը չէ, Սաթիկ Սերյանյանը, թիվ 5 հեռուստաընկերության այն մեկնաբանները, լրագրողները, խմբագիրը, որոնք ինձ շատ լավ են ճանաչում, համարձակություն ունենան, այս հարցերը ոչ թե ես ու դու Անի ջան ստեղ քննարկենք, ես իմ տեղը խոսեմ, դու իրանց տեղը խոսես եւ այդ խոսակցությունը ոչինչ տա, այլ կանչը ես ասում եմ գալիս եմ ձեր եթեր խանգարում եք, այո, համարձակության կատարյալ բացակայությունը։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահը դա ինստիտուտ է։
իսկ իրանք լրագրողներ եւ խմբագիրներ են։ Աշխարհում տենց դեպք չկա, որ գործող իշխանության ներկայացուցիչները իմիջիալից այն երկրում, որտեղ որ խոսում են խոսքի ազատություն, բան, սահմանափակում եւ այլը, հա, տենց, հա, կանչեք, տարեք իշխանության ներկայացուցիչին, հանրությանը ցույց տվեք, որ այս իշխանավորը ճիշտ չի խոսում, որ իշխանավորը վատ է, որ այն հարցերը, որոնք որ դուք տալիս եք, ինքը չի կարողանում պատասխանի։ Իրանք համարձակություն չունեն։ Իրանք համարձակություն չունեն։ Պնդում եմ, դեկտեմբերի 1-ին մնացել է եւս 2 օր, թող հավաքվեն, իրանք դեռ ժամանակ ունեն։ Պարոն Սիմոնյան, այս թեմայով մի հարց եթե Հերթով, կարելի է թույլ տվեք։ Արման Թաթյանը նախորդին հրավիրված ասուլիսում անդրադառնալով ձեզ իշխանությունից զրկելուն ասել է, եթե նախկին նախագահները որոշեն մասնակցել 2026-ի արժանապատվություններին դրա պայքարին, ապա իր մոտ հարց է առաջանում, նրանք իսկապես ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա պաշտոնից, թե այստեղ այլ նպատակներ ու հարցեր կան։ Նաև հավելել է, նախկին նախագահների չմասնակցության պարագայում, տեսեք, մենք մեր թիմը ինչպես միավորված Փաշինյանին կհեռացնենք։ Ես ինչ-որ մասով համակարծիք եմ պարոն Թաթյանի հետ, շատ հետաքրքիր քարոզարշավ եւ պայքար կլինի, եթե իրա նշված նախկին չընտրված նախագահները, իսկ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը երբևիցե Հայաստանի Հանրապետության նախագահի համար չեն կարող համարվել, որովհետեւ ընտրությունների արդյունքները որևիցե մեկի մոտ հավատ չի ներշնչել, եթե իրանք չմասնակցեն, միգուցե շատ մենք ավելի լավ ընդդիմություն ունենանք Հայաստանի Հանրապետությունում, քան հիմա, բայց իրանք դա չեն անի, որտեղ իրանք մոնոպոլ դիրքերում նախկին չինովնիկների, բիզնեսմենների եւ բդեշխների շնորհիվ ամեն մեկը փորձելու է ինչ-որ ձևով ներկայություն ունենալ այստեղ, բայց շատ լավ գաղափար կա։ Ես պարոն Թաթյանին առաջարկում եմ սկզբից մի հատ այդ թեմայի շուրջ կանչի օրինակ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին բանավեճի։ Տեսնենք իրանք կվախենան, թե չեն վախենա, դուք ասում եք վախենում է։ Նույն իրանք էլ գործող երկրի ղեկավար չեն։ Հիմա ինքը տենց հավակնությունի գործող ղեկավարի է կանչում, թող հələ չգործող ղեկավարների նախքին կանչի, տեսնի իրանք կիշնեն իր մակարդակին, կգնան այդ բանավեճին, նոր հետո կխոսենք։ Իսկ ես չլսեցի ով հարց տալիս։ Կարող է հեռացնել ձեզ, եթե նախկին նախագահները։ Լսեք, եթե պարոն Թաթյանը այդքան ձեն կհավաքի, կկարողանա իր ասածը հասցնել, ինչու ոչ կարող է եւ ինչ որ ընտրությունների ժամանակ հաղթի եւ դառնա ինքը իշխանություն։ Հայաստանի Հանրապետությունում ազատ ընտրություններ են, բայց իմ կարծիքով այսօրվա անդիմությունը պարլամենտական պետքա շատ ակտիվ պատրաստվի 2031 թվականի ընտրություններին։ Պարոն Սիմոնյան, 8 եպիսկոպոսներ երեք Նիկոլ Փաշինյանին հանդիպեցին, իշխող թիմից ոգևորություն էր, որ